Բարև ձեզ հարազատներս, այսօր իմ չսիրած գործերից մեկը պետք է անեմ, լուսամուտները լվանամ, երբեք չեմ սիրել այսպիսի գործեր, բայց պետք է մանավանդ եթե հյուրեր ունեմ Մոսկվայից, եթե ես հյուրեր ունեմ կապ չունի որտեղից է, պետք է իդեալական լինի ամեն ինչը, իդեալականին մոտիկ, ինչը հնարավոր է իմ սահմաններում պիտի լինի, ու երբ որ այս չսիրած գործերն եմ անում, մի հարց կա, որ հաճախ ինձ տալիս եմ, միտեղ լսել եմ, չեմ հիշում որտեղ, որ ինչ կաներ, եթե դու այս աշխարհում մենակ լինեիր։ Այս հարցը պետք է ժամանակ առ ժամանակ բոլորս իրար տանք, քանի որ շատ ժամանակ բաներ ենք անում, որ օգուտ չի ոչ մեզ, ոչ շրջապատին, մանավանդ մեր երկրում տեսնում ենք երևի, որ ինչքան են մարդիկ գումարներ ծախսում հագուստի վրա, իրար ցույց տալու, զարմացնելու, հագուստ կլինի կամ տարբեր իրեր կլինեն, որոնք իրոք օգտակար չի այդ ամենը, դա դրանով միայն հարստացնում եք այն մարդկանց, ովքեր վաճառում են այդ հագուստները, մանավանդ բրենդային հագուստները, դուք դրանով ինքներդ աղքատանում եք, ժամանակ առ ժամանակ պիտի մեզ հարցնենք ինչ կանեի, եթե մենակ լինեի, իհարկե եթե ես մենակ լինեի լուսամուտ չէի լվանա, ես ընդհանուր լուսամուտ էլ չէի դնի, որ լվանամ, քանի որ դրա փոխարեն կարող եմ ավելի լավ գործեր անել, ավելի կարևոր գրելու, կարդալու, շատ բաներ ունեմ անելու, երբ որ նոր էի Մոսկվայում տուն գնել, ասում էի Զարմիկ հարսիս հետ զրուցում էինք, ասում էի գիտես շատ էժան եմ վերանորոգել տալու, շատ էժան, դռներ էլ չեմ դնել, դուրը դնում եմ ինչ անեմ, ասեց Լիլ, արի զուգարանին դնենք էլի, տենքլավ զուգարանին դրենք, ու այդ հարցը ինձ որ առաջի անգամ տվեցին, ինչ կանեիր եթե այս աշխարհում մենակ լինեիր, առաջի բանը որ եկավ մտքիս, որ ես շուն կպահեի, կարծում եմ դա կարող է գաղտնի երազանքներիցս մեկն է, չեմ պահում հիմա շուն ինչու, քանի որ կտակարանում գրված է, որ անմաքուր կենդանի է, դրա համար սպասում եմ սեփական տուն ունենամ, որ այդտեղ Բաքվում անպայման շուն պահեմ, սա չի նշանակում, որ ովքեր շուն են պահում սխալ են անում, բան սա իմ հասկացության մակարդակն է, հիմա այս պահին կարող է մի տարի հետո լրի ուրիշ մակարդակի լինել։ Երկրորդ բա ես քանի որ ես ամեն ինչը սիրում եմ ավելի բարդացնել, ասեցի իսկ ինչ կանեի, եթե շուն էլ չթողեին պահեի։ Այդտեղ տխրեցի, շատ տխրեցի ու հասկացա ինչքան եմ սոցիալական կենդանի ես, ինչքան է ինձ պետք է շփում մարդկանց հետ, անգամ կենդանու հետ, անգամ շուն պետք է լինի, որ ես զրուցեմ հետը, մանկաբարձություն գինեկոլոգիա պատմեմ, կարևոր է դա ինձ համար շատ։ Ու ես չսիրած գործերն էլ դե լավ երեք պատուհան է մի կերպ կլվանեմ, մի հատ լավ երաժշտություն կդնեմ Ալի Գյունաշյան ու արագ կանեմ, մանավանդ վերջերս ընկերուհիս ասում եմ մի տուն էի գնացել, ասում եմ միջև էդ իմացել եմ թե անբան հուրին հեքիաթ է, հուսամ իմ հետևորդներից մեկի տուն էջի գնացել, բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։